The Point-ի հարգելի հետևորդներ, ես ուզում եմ այս անգամ չարաշահել վարողի իմ դիրքը և հանդես գալ մի երկար նախապատմությամբ։ Վազգեն առաջին վեհափառի դեր հանգչելուց հետո Հայաստանի Հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքական որոշում ընդունեց, որ պետք է միավորվեն Անտիլիասի և Մայրաթոր Սուրբ Էջմիածնի կաթողիկոսական տները։ Դա իհարկե քաղաքական որոշում էր, որ իրավական, պատմական որևէ հիմք չուներ և չիրագործվեց առ այսօր։ Բայց այդ որոշման առաջին քայլը դարձավ այն, որ Հայաստան եկավ Գարեգին Ան իբրև կաթողիկոսի թեկնածու։ Այն ժամանակ ես աշխատում էի Երկիրնայիրի և Հայաստանի Հանրապետություն ուրաթերթերում և հնարավորություն եմ ունեցել կաթողիկոսական երկու թեկնածուների հետ էլ հարցազրույց վարել։ Գարեգին Ան իր հարցազրույցում խոսում էր առ Աստված ունեցած մեր պարտքի պատասխանատվության մասին և պատրաստ էր լինել լավ կաթողիկոս։ Հայաստան Հանրապետական թեմի առաջնորդական փոխանորդը, հետագայում արդեն Գարեգին Բ կաթողիկոսը Ներսես arczepiskopos Ներսիսյանը պատրաստ էր հրաժարական տալ, եթե առաջին փուլում անցնի Գարեգին Ան։ Այդպես էլ եղավ և կաթողիկոս դարձավ Գարեգին Ան։ Ցավոք, նա պաշտոնավարեց շատ կարճ, ծանր հիվանդության պատճառով ևս հանգավ ի տեր։ Եվ ստեղծվեց իրավիճակ, որ Հայաստանի Հանրապետությունում նորից պետք է լինեն կաթողիկոսական ընտրություններ։ 1999-ին դարձյալ երկու թեկնածուներ էին՝ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդը և Ներսես arczepiskopos Պոզապալյանը։ Ներսես arczepiskopos Պոզապալյանը արդեն երջանկահիշատակ, թույլ հոգևորական էր, բանաստեղծ, և նրա թեկնածությունը առաջադրողները քաղաքական նպատակներ էին հետապնդում, որպեսզի թույլ կաթողիկոսի, թույլ վեհափառի առկայությամբ կարողանան առաջ մղել իրենց շահերը։ Դա հիմնականում Մայրաթոր Սուրբ Էջմիածնի Հայաստանից դուրս գործող թեմերն էին։ Ազգային հոգևոր խորհուրդը կաթողիկոս ընտրեց Գարեգին arczepiskopos Ներսիսյանին։ Դա ընտրություն էր, որ թելադրված էր թե տեղացի լինելու հանգամանքով, թե նրա երիտասարդ լինելու հանգամանքով, գործունյա լինելու հանգամանքով։ Եվ դրանից հետո սկսվեցին շահարկումներ առ այն, որ հերթական անգամ իբր իշխանավորները, իշխանությունները, չգիտեմ ով, քաղաքական միջնորդություն է արել, խառնվել է ընտրություններին, կան նաև կարգալույծ հոգևորականներ, որոնք այդ շարժման առաջամարտիկներն են։ Ես, որ այդ ժամանակներում գործնականում մասնակցել եմ ընտրություններին իբրև լրագրող, բոլոր անցուդարձին ներկա եմ եղել, բոլոր անցուդարձին լուսաբանելու և մասնակից լինելու պատիվն եմ ունեցել, կարող եմ այսօր ձեռքս խղճից դրած հայտարարել, որ որևէ քաղաքական միջնորդություն այդ ընտրություններին չի եղել։ Եվ բոլոր նրանք նախկին կարգալույծները, նախկին, չգիտեմ, քահանաներն ու հասարակական քաղաքական գործիչները, ովքեր պնդում են, որ միջնորդություն է եղել Գարեգին Բ-ի ընտրությանը, պարզապես որևէ հող չունեն դա պնդելու, անհող, անհիմն ու ստահոդ հայտարարություններ են անում։ Ինչու եմ ես ամեն ինչը ձեզ այսօր պատմում։ Որովհետև 1999 թվականի իրադարձություններին շատ քչերն են ի մոտո տեղյակ, և այս պատմությունները այսօր շատ հեշտ է խեղաթյուրել, շատ հեշտ է ներկայացնել քաղաքական այն լույսի տակ, որը ձեռնտու է օրվա իրադարձություններին։